դուք բարիատրիկ քիրուրգիան, ես դու առաջ վիրաբույժն եք ճանաչում, զբաղվում եք բարիատրիկ վիրաբուժությամբ, բարիատրիկ վիրաբուժությունը մոդա է, բարիատրիկ վիրաբուժությունը ես շատ ժամանակ անվանում եմ փրկության վիրաբուժություն, իմ նման չէ, բայց ինձ ցույց առողջապահ մարդկանց մոտ, հա, որովհետև բարիատրիկ քիրուրգիան ինքը հեսա խոսակել իր դրական կողմերի մասին, ինչ է բարիատրիկ վիրաբուժությունը, մի հատ ասես պրիմիտիվ հասարակ ձևով այսօր մենք արդեն չենք կոչում միայն բարիատրիկ վիրաբուժություն, բարիատրիկ եթե փորձենք այտենց բառացիորեն դա բանանենք, թարգմանենք, դա ճարպակալման վերաբերող վիրաբուժություն, ճարպակալման դեմ ուղղված վիրաբուժությունն է, բայց այսօր մենք խոսում ենք առավելապես բարիատրիկ եւ մետաբոլիկ վիրաբուժության մասին, որովհետեւ ճարպակալումը եւ օրգանիզմում ընթացող մետաբոլիկ նյութափոխանակային խանգարումները դրանք փոխկապակցված են եւ այլևս ապացուցված է դրանց կապը միմյանց հետ։ Եվ այսօր այո, բարիատրիկ մետաբոլիկ վիրաբուժություն իրականում շատ համաձայն եմ ձեր հետ, դա կյանքեր փրկող, ոչ թե գեղեցկացնող, ուղղակիորեն գեղեցկացնող, այլ կյանքեր փրկող եւ առողջություն պարգևող վիրահատություններ։ Այդ վիրաբուժությունը հիմնականում գեղեցկության համար չեն գնում։ Մարդիկ են գնում, ովքեր ունեն սկիզբը այդպես էր թերևս, երբ որ առաջին բանը մարդը ինչ տեսնում է, դա տեսքի փոփոխությունն է։ Եվ երկարատև այդ թվում իմ գոլեգաների քարոզի հետևանքով եւ ավելի պոպուլարիզացիայի հետևանքով այս վիրահատությունների եւ ճարպակալման մասին խոսելու արդյունքում մենք ունենք, որ մարդիկ գիտակցել են, որ ճարպակալումը զուտ արտաքին տեսքի խնդիր չէ, այլ հիվանդություն, որի դեմ պետք է ճիշտ այնպես պայքարել, ինչպես սուր ապինդիցիտի կամ պրոստատի ուռուցքի կամ, չգիտեմ, երիկամաքարային հիվանդության, լեղաքարային հիվանդության դեմ։